Վարչապետ Փաշինյանը, պարոն Ղազարյան, Սիբեխի սեզոնը հայտարարեց բացված, դրանից հետո կերավ արարատյան սալաթը, ասեց շատ եմ սիրում այս սալաթը, մեզ էլ հորդորեց խորհուրդ տվեց, որ ռեստորաններում պատվիրենք, ոչ ճիշտն ասած հաշվի առնելով, որ Արարատ բառը կա դրա մեջ, ես մի տեսակ վտանգ եմ զգում, կարող է հորդորում, որ գնանք ռեստորաններում պատվիրենք, ուտենք, հետո իշխանության զավթման փորձի մեղադրանքով մեզ ասենք տանեն, դուք տենց վտանգներ զգում եք։ Չէ, եթե պիտի ուտես վերանա, չէ։ Այսինքն եթե Արարատը ուտում ես ու վերանում արդեն էլ Արարատ չի լինում, պիտի պրոստը վերացնես։ Ինքը երևի հենց այդ է խորհուրդը, որ Արարատի հետ կապված ինչ կա, պիտի ուտվի։ Ինքես վերջի շրջանում, քանի որ մտածում եմ, որ իր հեղինակությունը բարձրացնելու ձևը ինչ որ բան հրապարակային ուտելն է, ու դա հասել է ծայրահեղության այն աստիճանի, որ նույնիսկ դեկորատիվ պարագաներ է ուտում, այլևս օրինակ Ֆրանսիայում կերավ խնձորը, որը տեղադրված էր որպես դեկորացիա, գիտեք, դա որպես միջուկային էներգիայի գագաթաժողովում, այն խորհրդով, որ միջուկային էներգիան չի վնասում գյուղատնտեսությանը, մի քանի տեղ դրել են մրգեր։ Ու ինքը հերիք չի դա վերցրեք կերել է, ուտելուց նկարվել է, հələ մի հատ է կազմակերպիչներից բողոքել է, թե ինչի ուտելու մյուս պարագաները դրա հետ միասին չեն դրել։ Չէ, ինքը ուզել է այդ բացառիկ դեպքում ակուրատնի ուտի դա, ընդ որում ասենք դանակով, բանով նորմալ։ Ես ճիշտ ասած դեռ մինչև հիմա չեմ տեսել, թե ինքը ոնց է ուտում այդ ջեմասրահներում գտնվող ծառերի տերևները։ Որով կարծում եմ, որ դա էլ է ուտում, որտեվ այն ինչ որ ինքը ուտում է, որ չի կարելի ուտել, դա էլ կա։ Կամ ասենք ճաշկերույթների ժամանակ սեղանին դրված ծաղիկները։ Ինչը որ դրված է սեղանին։ Մանավանդ հիմա քանի որ չգիտեմ, ասենք օրինակ ինչի է ինքը մտածում, որ ինչ որ բան ուտելը եւ ցուցադրելը։ Ես ինչքան գիտեմ, աշխարհում բոլոր մարդիկ հաց են ուտում։ Մարդիկ կան նույնիսկ օրը 3 անգամ, ու դա ոնց որ օրինաչափություն է։ Բայց շատ քչերն են, որ մտածում են, որ իրենց այդ նյութափոխանակության process-ը անկախ դրանից դա որ ցիկլում է, ցուցադրելը դա շատ կարևոր է եւ քաղաքական գործի վարկանիշը բարձրացնում է։